Բարև ձեզ սիրելի երևանցիներ, այս պահին Էրեբունի վարչական շրջանում եմ, Արինբերդ փողոցում, սա այն հատվածն է, որ ամիսներ առաջ ավականու նիստերից մեկում բարձրաձայնել էի խնդիրը եւ քաղաքապետարանը, այո իմ բարձրաձայնված հարցին ասել էր, որ այստեղ հիմնանորոգման կարիք կա։ Նաեւ վերջերս մոտ երևի մի 10 օր առաջ գտնվում էինք այստեղ, լրատվական դաշտի ներկայացուցիչներ էին բարձրաձայնում նաև այս հարցը։ Պարոն Կոստանյանը նաև այնտեղ գրառում էր կատարել, որը ես գրությամբ նաև ունեի մի քանի օր առաջ, մինչ իր գրառում ներկայացնելը, որ հիմնանորոգման, այո, հիմնանորոգում պետք է կատարվի, մրցույթ է հայտարարված, մրցույթը չի կայացել, նոր մրցույթի են սպասվում, հիմա ինչի ենք ականատես լինում։ Պետական կառույցները, ըստ քաղաքացիների այստեղի գործարարների, այստեղ բերել են քերած ասֆալտ են լցնում, սա երկրորդն է արդեն, ասում են, որ երկրորդ անգամ են բերում, փոխարեն հիմնանորոգում կատարեն, հիմնանորոգում հաստատված այն փողոցը, որը հաստատվել է հիմնանորոգում կատարվելու, բերել են քերած ասֆալտ են անում, սիրելի երևանցիներ, քերած ասֆալտներ գիտեք։ Այնտեղով հիմա ցույց եմ տալու, որոշ հատվածներ այստեղ շատ խորը փոսեր էին, բերել են, քերած ասֆալտ են լցրել։ Տեսեք, հիմա ցույց եմ տալի քերած ասֆալտը, սա էլ բերել են, որ շարունակեն քերած ասֆալտը։ Տեսեք, այս ամբողջ երկայնքով քերած ասֆալտ են լցնում։ Տեսեք։ Սիրելի քաղաքացիներ, սա հող է։ Մեջը որ ջուր կա, տեսեք։ Շիբին են բերել մարդիկ կռում, էլի։ Փոխարենը մրցույթը արագացնեն, արագ կերպով մրցույթը կազմակերպեն, որ հիմնանորոգում անեն, իսկ հիմնանորոգումը նկարագրեմ, թե ինչպես պետք է լինի։ Հիմնանորոգումը պետք է այս ամբողջ ճանապարհահատվածը լիարժեք ասֆալտը քերվի, քանդվի, ամբողջությամբ ոչ թե կտոր, ամբողջությամբ ծայրից ծայր ասֆալտապատումը կատարվի, կողքի փողոցի մայթերը, միջև մայթերը, կանգառասրահները, նաև այստեղ ավտոբուս է անցնում, կանգառասրահներ գոյություն չունեն, հանրային տրանսպորտի կանգառասրահներ գոյություն չունեն, պետք է տեղադրի կանգառասրահները, մեր ժողովրդի մեջ հայտնի, այսպես ասեմ, բորձունները պետք է նաև վերանորոգման մեջ այդ ամբողջ ծավալի աշխատանքն է, փողոցը ամբողջ իր կահավորումներով պետք է կատարվի, բայց ինչ ենք տեսնում, քերած ասֆալտ։ Պարոն Կոստանյան, հիմա նորից որպես մամուլի պատասխանատու վերջերս շատ եք սկսել ընդդիմադիրներին մանիպուլատիվ ձևով մեկնաբանություններ տալ ձեր Facebook-յան էջում, հիմա ես կոչ եմ անում ձեզ, մեկնաբանեք սա, ինչի է քերած ասֆալտ էստեղ, ինչի հիմնանորոգված ճանապարհ չի, ինչի ասֆալտապատումը չի իրականացում, ինչի չեք արագացնում այդ մրցույթը։ Այսքանը։